Եգոր Պապիկյանովը նշում է, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները եւ ասում է, եթե չմերցնի մանդատները արդյոք ավելի կթուլանա իշխանության դիրքերը, գիտեք, ես մանդատ վերցնել չվերցնելու խնդիրը շատ մակերեսային թեմա եմ համարում եւ սա համարում եմ կեղծ թեմաներից մեկը, որը դարձրել ենք գլխավոր քաղաքական թեմա։ Սա իրականում մանդատ վերցնել չվերցնելը որևէ քաղաքական կուսակցության քաղաքական պատասխանատվության տիրույթում եւ այդ հարցում նենց էլ չի նույնիսկ տգեղ է, երբ որ կուսակցությունը ասում է հասարակությանը հարցնեմ կամ բան, որովհետեւ մանդատը գործիք է, դա յուրաքանչյուր քաղաքական ուժի համար կարևոր պիտի լինի նախ իր ռազմավարության ճշգրտումը, ռազմավարություն, դրանից բխող մարտավարություն, ճանապարհային քարտեզ, քաղաքական խոսույթ եւ օրակարգ այս շրջանակներում Սուրեն ու Դավիթը կամ մեր հասարակությունը ընդհանրապես կարող են պարզել մանդատ վերցնելը արդյունավետ է լինելու թե ոչ արդյունավետ։ Ես ինքս միշտ մանդատներից հրաժարումին դեմ եմ եղել եւ նախորդ 21-ին էլ է, չէ՞, դիլեման եղել։ Որովհետեւ համարել եմ, որ եթե չունես կայծակնային հեղափոխության սցենար, մանդատ չվերցնել այնքան էլ լավ գաղափար չի։ Եթե միանգամից չես կարող, ստեղ իմ դիտարկմամբ խնդիրը հետեւյալն է, կապ չունի դու վերցնում ես թե չէ, հարցը կայանում է նրանում, եթե անգամ վերցնես, ինչ ես դրա հետ զուգահեռ անում գլխավոր նպատակին հասնելու համար, եթե չես վերցնում, ապա ինչ ես անում նորից այդ նպատակին հասնելու համար, այսինքն մանդատը այո, մանդատ վերցնելը կամ չվերցնելը դա ընդհանուր ռազմավարության մի բաղադրիչ է։ Այսինքն ինքը չի կարող նպատակ լինել, ինքը միջոց է։ Հիմա եթե կլինի ռազմավարություն ընդդիմության, կամ առանձին երկու խմբակցության առանձին կամ կոնսոլիդացված, հա, մենք կհասկանանք ռազմավարությունը իրանց որն է, այդ համատեքստում իմ Դավիթի կամ մյուս մեր գործընկերների համար հեշտ կլինի գնահատել այդ մանդատ վերցնելը ավելի մոտեցնում է այդ ռազմավարական խնդրի լուծմանը, թե ոչ։ Դրա համար ես այս հարցը ես մեր հասարակությանը կոչ եմ անում ավելի խորքային խնդիրներ դնել ընդդիմության առաջ։ Օրինակ, ես միշտ դեմ եմ եղել, երբ որ մեր ձախողումների ամբողջ պատասխանատվությունը գցենք միայն Նիկոլի Այլանդակությունների վրա կամ մեր հասարակության գրպանը գցենք, էլի, եւ կողմ եմ եղել, որ մենք նաեւ շիտակ խոսենք մեր հասարակության հետ մեր սխալների մասին։ Հիշում եք, չէ՞, Միքայել Սրբազանը մի հատ հրաշալի արտահայտություն ունի։ Ասում է բոլորս այսքան իդեալական մեր գործը արել ենք, ով է վանքի հավերը գողացել։ Այսինքն մենք շատ անկեղծ եւ շիտակ նաեւ մեր սխալների մասին պիտի խոսանք։